Բարեկամներ, Օրագիր Նյուսը սկսում է իր հարցազրույցների շարքը, որում ընդգրկված կլինեն գլխավորապես Արցախը ներկայացնող հասարակական քաղաքական գործիչներ, մտավորականներ, պետական գործիչներ, արվեստագետներ եւ պարզապես մարդիկ, ովքեր անցել են կյանքի իմաստալից եւ հագեցած ճանապարհ եւ ունեն ասելիք։ Ես Կարեն Միրզոյանն եմ եւ մենք այսօր հրավիրել ենք հարցազրույցի Արցախում հայտնի պետական քաղաքական գործիչ 2015-20 թվականներին Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանին։ Բարև ձեզ, պարոն Բալայան, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Ու սկսենք, ես ուզում եմ իմանալ, ինչպես արցախցիներն են ասում, հունցը կրեցալык տղվարվիկ, ինչով եք հիմա զբաղվում։ Դե գիտեք, իհարկե այդ ոբլեկական իրադարձություններից հետո, ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ նաև ես փորձում ենք ինչ-որ միտեղ ինտեգրվել այն իրականությանը, որ կա, այսինքն Հայաստանի Հանրապետության, ճիշտ է, մեր հայրենի օջախն է, Երևանը, Հայաստանի Հանրապետության ամեն մի բնակավայր, բայց այստեղ մենք պետք է փորձենք այն իրավիճակը, որ կա, դրան հարմարվել, այդ իրավիճակի մեջ փորձել մեր աշխատանքը կազմակերպել, փորձել ինչ-որ ձևով օգտավետ լինել Հայաստանի Հանրապետության զարգացմանը, կառուցմանը, երկրի կառուցմանը եւ այս տեսանկյունից պիտի ասեմ, որ այնպես ստացվեց, որ հենց ինչպես ասում են այդ տեղահանվելուց հետո անմիջապես ես աշխատանքի անցա Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում, իդեպ պիտի ասեմ, որ երևի այն քիչ տնօրեններից մեկն էր պարոն Մելքոնյանը, որ սիրով այդպես ընդունեց ոչ միայն ինձ, այլ նաև 6 հոգու ընդունեց աշխատանքի եւ այստեղ մենք փաստորեն ստեղծեցինք այսպես գիտական խումբ, պրոբլեմային խումբ, որ կոչվում է Արցախի պատմամշակութային ժառանգության եւ արդի քաղաքական զարգացումների եւ այդ պրոբլեմային խումբը ոչ միայն աշխատում է ինստիտուտի կամ համագործակցում է մյուս մեր գործընկերների, այլ միաժամանակ նաև ինստիտուտի պատերից դուրս, այսինքն տարբեր հայագետների, մասնագետների, ինչու՞ չէ նաև դրսում նպատակ ունենալով հնարավորինս աշխարհին ճանաչելի դարձնել Արցախը, ուսումնասիրել Արցախի պատմության տարբեր հիմնախնդիրներ, թե ժամանակահատվածի հետ կապված, թե ներկա զարգացումների եւ կարծում եմ այդ աշխատանքը օգտավետ կլինի նաեւ քաղաքական գործընթացների մեջ օգտագործել այսօր, որովհետեւ գաղտնիք չէ, որ այսօր Ադրբեջանը հավակնություններ ունի ոչ միայն տարածքային առումով Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ոչ թե բռնազավթեց Արցախի Հանրապետության որ տարածքը, այլ միաժամանակ նաև նպատակ ունի վերացնել հայկական հետքը Արցախից։ Այս տեսանկյունից հազար ու մի այսպես գիտական թեզեր են մոգոնվում, այդ աղվանական տեսությունը, ինչ իմանամ փորձանել, եթե սկզբում այդպես նրանք դերևս խորհրդային ժամանակահատվածում փորձում են իրենց ներկայացնել, որ աղվանների ժառանգորդ են իրենք, այսօր տեսան, որ չէ, դա այնքան էլ շահեկան չի, ավելի լավ է ներկայանան որպես թուրքեր, հիմա էլ ասում են ուդիններն են աղվանների իրավահաջորդը, որ հայությունը կապ չունի հայոց արևելից նահանգների հետ, այսինքն այս հեքիաթները, որ ներկայացնում են, մենք փորձում ենք փաստորեն այդ ամենը փաստերով ներկայացնել, որ հազարամյակներ շարունակ հայկական օջախ է եղել Արցախը, ընդհանրապես հայոց արևելից նահանգները, այսինքն Կուր գետի ամբողջ աչափնյակը դա գաղտնիք չէ, դա մենակ է, ինչպես ասում են, ես չեմ ասում դեռ հունահռոմեական հեղինակներից սկսած, մինչև ներկայիս լուրջ գիտնականները եւ ինչպես ասում են, գոնե այս պահին փորձենք դիրություն անենք մեր պատմամշակութային ժառանգության, այսինքն այդ ամենը ուսումնասիրենք, աշխարհին ներկայացնենք, մանավանդ
դուք նաև տեղեկացված եք, որ այդ ամեն այսօր ոչնչացվում են, գյուղերը ոչնչացվում, հուշարձանները ոչնչացվում եւ մենք պետք է այդպես լուրջ աշխատանք կատարենք այդ ասպարեզում։ Միաժամանակ նաև այդպես որոշ չափով գիտամանկավարժական աշխատանք եւ համենայն դեպս ինչպես ասում են օրվա ընթացքում փորձում ենք օգտավետ ինչ-որ այսպես բան կատարել, փորձելով նաև հնարավորինս իմ շուրջը համախմբել երիտասարդ մասնագետների, որտեղ նաև դրա կարիքը մենք այսօր ունենք, պատրաստել մասնագետներ, որոնք գործունյա կլինեն, որոնք հասու կլինեն տարբեր հարցերի պատասխանելու եւ ընդհանրապես մեկ էլ եմ ասում աշխարհին մեր երկրի մշակույթը, մեր պատմամշակութային ժառանգությունը եւ ընդհանրապես հայ մարդու հետ կապված ամենարժեքավորը ներկայացնելու։ Պարոն Բալայան, իսկ եթե անդրադառնալու լինենք ձեր քաղաքական գործունեությանը, Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց հետո մենք փորձում ենք Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված իշխանության մարմինները պահել։ Դա անչափ կարևոր է, շատ կարևոր է նույնիսկ, որովհետև իդեպ ասեմ, որ շատ աշխարհում շատ քիչ ժողովուրդներ կան, որոնք ինչպես ասում են ունեցել են այդ հնարավորությունը, այսինքն ունենալ իշխանություն, ձևավորել իշխանություն, պետություն ունենալ, փառք Աստծո, որ հայ ժողովուրդը այդ հնարավորությունը ունեցավ իդեմս Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության, երկրորդ հայկական հանրապետության եւ այսօր անչափ անկախ նրանից այսօր Արցախում հայ մարդ է ապրում թե չէ, մենք պետք է այդ իշխանության մարմինները պահենք եւ փորձենք հնարավորինս լուրջ աշխատանք կատարել մեր պայքարը շարունակելու եւ հիմնական պես բազալի նպատակին հասնելու, այն է հավաքական վերադարձի կազմակերպումը Արցախի Հանրապետություն եւ այս տեսանկյունից պիտի ասեմ, որ Արցախի Հանրապետության ազգային ժողովը անցյալ տարի այդպես մի կարևոր հանձնաժողով ձևավորեց Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, որ այսօր բավականին ակտիվ աշխատանք է ծավալում տարբեր երկրներում միջազգային կազմակերպությունների հետ այդպես աշխատանքը ծավալվում եւ ինչպես ասում են հաշվետվությամբ այդ ամենը ներկայացում է ազգային ժողովին հերթական քայլեր ինչպես ասում են կատարելու առումով տպավորությունը հետեւյալն է, որ աշխարհը իսկապես ընկալում է, իսկապես հասկանում է եւ տարբեր երկրների կողմից նման օրինակ արձագանքներ եղել է եւ հավատացնում եմ նաեւ որ լինելու է մոտակա ժամանակներում նույնպես որ Ադրբեջանի կողմից իսկապես ցեղասպանական գործողություն է կատարվել հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ եւ Արցախայությունը ունի այդ իրավունքը նորից վերադառնալու պատմական հայրենիք ապրելու այդ ժողովուրդ ապրելու իրենց օջախում, իրենց տներում եւ մարդկության համար համամարտկային այն օրենքները, այն իրավունքները, որոնք գործում են, այսինքն ազատ ապրելու իրավունքը պետք է նաև իրացվի Արցախայության կողմից։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ այդ աշխատանքը պետք է ավելի խորացվի։ Իհարկե միշտ այսպես հարց են տալիս, որ դա երբ է լինելու, այսինքն ժամանակն են հարցնում, 1 տարուց հետո, 2 ամսից հետո կամ 3 տարուց հետո։ Ես կարծում եմ, որ պետք է այդպես այդ ժամանակագրության մեջ այդպես այդ տեսանկյունից հարցը չքննարկել, որովհետև աշխարհը հարափոփող է, անընդհատ փոփոխվում է եւ այդ պայմաններում մենք պետք է պատրաստ լինենք աշխարհակական այն զարգացումներին, որ նաև առաջիկայում կարող է լինել։ Այսինքն իսկ ես համոզված եմ, որ համենայն դեպս ուժային կենտրոնների համար մենք որոշակի հետաքրքրություն ենք ներկայացնում, որովհետև նրանք քաջատեղյակ են, լավ գիտեն, որ Արցախի Հանրապետության տարածքը դա հազարամյակներ շարունակ հայ մարդու հայրենիք է եղել եւ անարդար է այդպես ռազմական ուժով տեղահանել, բռնի ուժով տեղահանել
ժողովրդին իր պատմական հայրենիքից, այնպես որ այս ասպարեզում նույնպես իհարկե աշխատանք կա կատարելու, այդ ամենը իդեպ ուզում եմ շեշտել, ասել, որ հասարակական հիմունքներով է կազմակերպվում եւ մենք փորձում ենք նաեւ այդ աշխատանքի մեջ ներգրավել կարող շատ ուժերի, որոնք ապրում են թե Սփյուռքում, թե Հայաստանի Հանրապետությունում, մի դեպ ասեմ, որ Արամ Վեհափարի գլխավորությամբ կազմակերպվել է Կիլիկիա հարթակը, որի անդամ եմ նաեւ ես եւ աշխարհի տարբեր երկրներից այդպես փորձագետներ, մասնագետներ կան ներգրաված եւ այստեղ էլ նույնպես նմանատիպ այդ աշխատանքը կատարում է նպատակ հետապնդելով օժանդակել Արցախի Հանրապետությանը իշխանությունների ջանքերին այդ ընդհանրական վերադարձը մեր ժողովրդի կազմակերպելու մանավանդ հիմա հասկանալի պատճառներով արցախցիներին հետաքրքրում է ցանկացած տեղեկատվություն, մարդիկ ցանկանում են իմանալ, թե որտեղ են գտնում իրենց նախկին ծանոթները, ընկերները։ Դուք Արցախում հայտնի եք որպես մտավորականների ընտանիք եւ ուզում եմ հարցնել նաեւ ներկայումս ձեր կինը, ով նույնպես Արցախում հայտնի մտավորական է, Տիկին Մելանիա Բալայանը, ով Ստեփանակերտի երկրագիտական թանգարանի տնօրենն էր, հիմա աշխատում է։ Այո, նա նույնպես աշխատում է, այսօր ինքը Արցախի թեմի գրասենյակի ղեկավարն է եւ միաժամանակ նաեւ բավականին այդպես ակտիվ գիտական գործունեություն է ծավալում։ Իդեպ ասեմ, որ մենք այս 1 տարվա ընթացքում 2 աշխատանք ենք պատրաստել, մեկը դա Արցախի Հանրապետության նյութական մշակույթի հուշարձաններն են, դա 2 հատորյակով կտպագրվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում անգլերեն լեզվով շուրջ 1150 2 հատոր այդպես կլինի, նկարազարդ աշխատանք կլինի եւ երկրորդ աշխատանքը դա Աղվանից կաթողիկոսների նստավայրերն են, որ էլի բավականին ծավալուն աշխատանք է, ես իմ խոսքի սկզբում խոսեցի նրա մասին, որ ադրբեջանցիները փորձում են յուրացնել ամեն ինչ, այդ թումն է մեր պատմությունը եւ ինչ որ միտեղ նաեւ պատասխան է իրենց, իհարկե աղբյուրներով հագեցված աշխատանք կլինի եւ այդ աշխատանքը նույնպես տարբեր լեզուներով կհրատարակվի հայերեն, սկզբում հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։ Եթե հետայաց նայելու լինենք իհարկե անցած այս թեկուս փոքրիկ ժամանակահատվածում դուք մտովի թեկուս բազմիցս անդրադարձել եք նրան ինչ եղավ, կարող էր ամեն ինչ այլ կերպ լինել, մեր թերությունների մասին խոսենք, կարող ենք այնպես անել, որ չլիներ այն ինչ եղավ, մեր բաստողումների մասին։ Գիտեք, ամբողջ խնդիրը նրանումն է, որ այսօր բավականին ակտուալ է այդ հարցի, այդ հարցի քննարկումը։ Ես ինչ որ միտեղ ինձ համար մի հատ այսպես բանաձև եմ ստեղծել, այսինքն որն էր մեր դժբախտությունների, մեր այդպես հիմնական պատճառները, ինչ կարելի էր անել, որ այդպես չլիներ, ամբողջ խնդիրը հետեւյալի մեջ է, սկզբից ասեմ, նու քանի որ իմ մասնագիտությունն է դա, Արցախի հարցը մենակ հայ եւ թուրք ժողովրդի, ես ադրբեջանցի չեմ ասում, որովհետեւ դա ադրբեջանցու հարց չի, դա այդ հարցը դա այստեղ վճռորոշ դերակատարություն Թուրքիան է անում։ Իդեպ որպեսզի հենց մերկապարանոց չընչի դա մենը նույնիսկ Թուրքիան դա որպես մասնագետ եք ասում։ Թուրքիան նախագահը դա նույնիսկ հերոստացույցով դա ներկայացրեց, որ մենք Թուրքիան այնտեղ փայլուն ռազմական օպերացիա կազմակերպեց, որ նաև խոսեց չէ, որ Էնվերի Նուրի Փաշայի հոգիները փառավորվեցին այդ մեկ ազգ երկու պետություն։ Այո, այդպես անդադ խոսում են նրան։ Այսինքն պետք է հարցին այս տեսանկյունից նայենք եւ ասենք, որ Արցախի հարցը մի օրում չի ձևավորվել, սա հենց իդեպ ասեմ, որ երբ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, հենց բոլշևիկա թուրքական համաձայնությունների արդյունք էր, ոչ թե Ադրբեջանի այդպես որոշելիք էր դա,
դրա արդյունքերը դա մենը հետեւաբար հարցին պետք է տեսանկյունից այդպես նայենք եւ քննարկենք այդ տեսանկյունից հարաբերական միշտ այսպես եմ ասում եմ 80% այդ բանը այդ ծրարի եթե այսպես ասենք դա հիմա օգտագործում են case են ասում այդպես չէ այդ ծրարի 80%-ը գտնում էր մեծ դերությունների ձեռքում բայց առավել շատ Ռուսաստանի ձեր խորհրդային միության հետագայում Ռուսաստանի կամ մինչև այդ ռուսական կայսրության իսկ այդ 20%-ի 10%-ներ որ գտնվում էր հայ ժողովրդի եւ Ադրբեջանի այսպես իրավասությունների ոլորտում եթե այդպես ասենք ամբողջ խնդիրը նրանումն էր որ Աստված մեզ այդ հնարավորությունը տվեց որ այդ 30 տարիների ընթացքում այդ 10%-ը բերենք հասցնենք գոնե 50%։ Այսինքն այդ ռեսուրսը մեծացնենք, որպեսզի մեր հարցերը չվճռվի դրսում։ Այսինքն բայց ցավոք սրտի իմ հաշվարկներով այդ 10%-ը բերեցինք հասցրեցինք մոտորապես մի 25%-ի։ Այսինքն նույնիսկ 30-ի էլ այդպես չզգեցինք, չկարողացանք այդպես հասնել այդ ամենի բանի եւ այս տեսանկյունից իհարկե պիտի ասեմ որ հենց այդ սխալների հետևանքներ այդ ամենը, այսինքն որ կարելի էր այդ ամենը անել եւ իհարկե գաղտնիք չէր որ Հայաստանի Հանրապետությունը դա նաև ինչպես ասում են ստորագրությամբ էր ամրագրված Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն էր, բայց դուք տեսաք որ պատերազմական մանավանդ խոսքս վերաբերում է 23 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձություններին, որ մենակ մնացինք, այսինքն Արցախայությունը մենակ մնաց եւ անհնարին էր որ 150,000 ազգաբնակչությունը 2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով ապրում էր 146,800 մարդ ես ինչի եմ սա շեշտում որովհետև երբ մենք անդադ խոսում ենք նրա մասին որ 120,000 փախստականներ իրականում այդպես չէ իրականում 150,000-ին մոտ է այդ ամենը ճիշտ է մենք մոտորապես 1100 հոգի այդ այսինքն ցակումով արցախցիները զոհվեցին երկու պատերազմներում ես իդիկատի ունեմ 20 թվականի եւ 23 թվականի բայց վերջիվերջո 120,000 չէ այսինքն համարյա 145,000-ից ավելի շատ էսպես բաց եւ պետք է դա մեն այսինքն խոսույթը պետք է օգտագործել աշխարհին էլ պետք է այդ ձևով ներկայացնել եւ ասեմ որ իհարկե այդ փոքրականակ այդ զինական ուժով ժամանակակից տեխնիկայի բացակայության պայմաններում, այսինքն անհնարին էր այդպես միայնակ դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին, ել չեմ խոսում, որ դրսից էլ անդադ այսպես ահաբեկչական խմբավորումներ, տարբեր երկրներ, այսպես օժանդակում էին եւ գիտեք, ամբողջ խնդիրը նրանումն էր, որ այստեղ այս պատերազմը զինվորի ազնազողության վրա չէր խարսխված Այսինքն եթե նախկինում մենք գիտեք մեր իդեպ ասեմ որ մեր ժողովուրդը կռվող ժողովուրդ այդպես չի այսինքն իրականում եթե մենք կռվող ժողովուրդ չլինենք հազարամյակներ շարունակ այսքան տաք ռեգիոնում մենք չենք կարողանալ դիմակայել մեր տարեկից ազգերը ժողովուրդները չկան չէ հիմա նույնիսկ այլազգի բանաստեղծներն են ասել կարծեմ Պուշկինի մոտ էր այդ բառաբանությունը Ղարաբաղցի Մեծալի մասին Իդեպ ասեմ տարբեր երկրների որ բաներում նայում ենք թանգարաններում այդ ներկայացված է այսքան որ կա այդպես փաստեր կա որ իսկապես կռվող ժողովուրդ բայց ցավոք սրտի այստեղ մենակ խիզախության վրա չէր հենված եթե օրինակ առաջի պատերազմում ես ինքնատի ունեմ 91-94 թվականների խիզախության վրա էր հենված այսինքն մեր մի զինվորը կռվում էր 20-ի դեմ, 25-ի, 30-ի դեմ էր կռվում, ցավոք սրտի այս պատերազմը այդպես չէր, այսինքն տեխնոլոգիաների պատերազմ էր այսօր, որին շատ դեպքում ցավոք մենք չունենք այդ ամենը եւ այս պարագայում դժվար էր այդպես դիմակայել։ Հետեւաբար ինչի եմ ես սա ցանրանում
Ամեն ինչ վերջացած չի եւ կարծում եմ, որ իսկապես որպես պետություն, որպես Հայաստանի Հանրապետություն մենք պետք է նաեւ այդ ճանապարհով գնանք։ Այսինքն Աստված մեր ժողովրդին ունակություններ է տվել եւ այդ ուրիշների համար ենք մենք հերար հրթիռներ պատրաստում։ Ինչի՞ չպիտի նաեւ մեզ համար մենք պատրաստենք։ Այսինքն այս հարցերը կան, որ անչափ կարեւոր է, որ իսկապես այստեղ համախմբված անկախ նրանից ցակումով մեկը Արցախից է, մյուսը ուտիքից է, այն մյուսը ասենք Սյունեցի է կամ Շիրակից է, բոլորը պետք է ձեր-ձերքի տված փորձեն մեր երկրի եւ պաշտպանունակությունը այսպես ամրապնդենք եւ մեր երկրի տնտեսությունը զարգացնենք, մեր երկրի հզորությունը վերականգնենք եւ մեր խնդիրները մենք ինքներս լուծենք։ Կարծում եմ սա է ճանապարհը եւ ինչպես ասում են, աղերսաթղթերով Խրիմյան հայրիկի ժամանակներից սկսած չպիտի մեր ձեռքերը վերցրած այդպես դռնեդուր ցեցենք, տեսնենք ով պետք է մեզ աջակցի։ Մենք դա կարող ենք անել եւ համոզված եմ, որ իսկապես մեր ժողովուրդը խելամիտ այդ ելքը կգտնի։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ մեծ հաշվով մենք մեզնից կախված երևի թե ավելի ճիշտ կլիներ այդպես ամեն ինչ չարեցինք, որ չլիներ այս ներկան, չէ՞։ Բանը Թումանյանը մի լավ այդպես խոսք ունի, ասում է ոչ ոք մեզ այնքան վնաս չի տվել, ինչքան մենք ինքներս ենք մեզ վնասել, ցավոք սրտի դա ինչ որ միտեղ այդպես ճշմարտություն է։ Այսօր ենք մենք դա ականատես լինում, այո իսկապես պետք է հնարավորինս փորձել այն ամեն ինչ վնասում է մեր երկրի զարգացմանը, այդ ամենը մի կողմ դնել։ Այն մարդիկ, որոնք ասենք ի վիճակի չեն այս կամ այն ասպարեզը ղեկավարել, այս կամ այն ինչ իմանամ երկիրը ղեկավարել, պետք է ասենք գիտեք կներեք մենք այդ բանը ի վիճակի չենք անել, այսինքն պարտադիր չի որ մարդ պաշտոն ունենա, որ երկրին ծառայություն մատուցի, այսինքն նրանք ովքեր ծնվել են որ դա կարող են անել, թող դա անեն, այսինքն իսկ մեր ժողովրդի արգանդը ինչպես ասում են չի ցորացել, բեղուն է եւ մեր ժողովրդի մեջ կան խելոք տղաներ, աղջիկներ, մարդիկ, որոնք իսկապես կարող են եւ ռազմական լավ գործիչներ լինել եւ քաղաքական գործիչներ լինել, տնտեսության լավ կազմակերպիչներ լինել ու համոզված եմ, որ ժողովուրդը այդ ֆիլտրի դերակատարությունը կկատարի, այսինքն ինքը այդպես եւ ախտորոշում կկատարի հասարակության եւ մյուս կողմից նաեւ այդ բուժումը կկատարի եւ մենք կհասնենք մեր ցանկալի արդյունքին, մեր պետականության հզորացման, մեր հողերին տերություն պիտի անենք, մեր մշակույթին տերություն պիտի անենք, այսինքն առանց դրա մարդ չի կարող ապրել, որովհետեւ մարդ մենակ այդպես բան չի էլի, ասենք կենթանուման ասենք ուտի մեկ էլ մտածի հաջորդ օրը, այսինքն կան չէ արժեքներ, որ առանց դրան հնարավոր չի այդպես ապրած։ Բոլորս ծանոթ ենք արցախցիների շրջանում թևածող տրամադրություններին, մարդիկ ցանկանում են վերադառնալ հայրենիք։ Այս բաղձալի հերանեկարի համար ուղիներ տեսնում եք։ Իհարկե այդ հնարավորությունները կան, իմ կարծիքով այսօր ես դա բազմիցս այդպես ասել եմ 20 թվականից եմ ասում, հիմա էլ եմ ուզում այդպես շեշտել, որ այսօր Կովկասում այդ իրադարձություններով ըստ էության երրորդ համաշխարհային պատերազմ սկսվեց եւ ցավոք սրտի ես ինչ որ միտեղ ճիշտ էի ինչ առումով, այ նայեք տեսեք այդ զարգացումները, ես կարծում եմ այդ ամենի իրար հետ բոլորը շահկապված են, ուկրաինական իրադարձություններ, Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններ, այսինքն այսօր Ամերիկայից հնչող բաներ, որ այս տարածքը պետք է միացվի այս մյուս տարածքին կամ այս երկիրը պետք է այս բաժինը հասնի այնպիսի, այսինքն աշխարհի վերաբաժանում է կատարվում եւ այս պարագայում մենք պետք է, այսինքն այս պարագայում նաև մեր այնպես դիրքավորվենք, որ կարողանանք, ես չեմ ասում ուրիշից ինչ որ բան ստանանք, գոնե մեր ունեցածը մենք կարողանանք հետ բերել ու եղածը պահել։ Այսինքն իսկ այդ հնարավորությունները ես համոզված եմ, որ ստեղծվելու է, որովհետև այս գործընթացները անկախ նրանից, որ խոսում են պատերազմը Ուկրաինայում կվերջանա կամ ինչ որ մի բան, բայց այս process-ները կան։
ինչպես ասենք երկրորդ համաշխարհային պատերազմը եղավ, հետո համաձայն այդպես ստեղծվեց Այսինքն իդեպ կա այսպիսի մի տեսակետ, որ ինչպես առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո է եղել, երբ փաթեթով լուծվեցին տասնյակ հարցեր, ստեղծվեցին նոր պետական կազմավորումներ, մոտավորապես այսպիսի մի ելք էլ սպասվում է մեզ եւ աշխարհացունց իրադարձությունների արդյունքում կլուծվի նաեւ մեր հարցը։ Շեշտում եմ, սա ընդհանրապես տեսակետ է։ Գիտեք, ամբողջ խնդիրը նրանն է, որ հավերժական ոչինչ չկա, ամեն ինչ հարաբերական է եւ փոփոխական։ Այսինքն այդպես չի, որ ասենք, եթե ասում ենք Միացյալ Նահանգները ամենահզորագույնն է կամ այս մյուս երկիրն է հզոր, այդպես լինում։ Մենք Ասորեստան ենք ունեցել, մենք ինչ իմանամ հռոմեական կայսրություն ենք ունեցել, այսինքն ամբողջ խնդիրը նրանումն է, որ ամեն ինչ այսպես փոփոխական է եւ այն ազգերը, որոնք այդ իրավիճակի մեջ կարողանում են ճիշտ դիրքավորվել, իսկ այդ ճիշտ դիրքավորումը դա դիպլոմատիան է, դիվանագիտությունն է։ Այսինքն մենք պետք է կարողանանք խոսել աշխարհի հետ, պետք է կարողանանք ճիշտ դիրք։ Այսինքն այդպես չի, որ ասենք օրինակի համար, գիտեք, այս պահին մի քիչ այստեղ վատ է, հիմա էլ ցածկենք այս մյուս տեղ, այստեղից էլ նորից ցածկենք այս մյուս տեղ։ Այսինքն պետք է հաշվարկներ լինեն, ճիշտ հաշվարկներ լինեն եւ բանը մի անգամ ասել են, որ այդ նեղանալը դա քաղաքական կատեգորիա չի, ասենք որ դե գիտեք ես նեղացել եմ, ես վիրավորված եմ քեզանից, դե արդեն քեզ հետ չես հարաբերություն չեմ ունենա։ Այսինքն խելոք երկիրը բանը այն է, որ կարողանում է պատկերացրեք ֆուտբոլից այսպես բանը։ Պատկերացրեք ծայրահեղության կարող է դա հասնել այդ էմոցիոնալությունը։ Ֆուտբոլային խաղի ժամանակ թիմի ավակին մրցավարը դեղին քարտի ցույց տալիս ու նա նեղանում թողնում է խաղադաշտը, մոտավորապես այդպիսի մի բան։ Այսինքն դուք լավատես եք այդ առումով, պարոն Բալայան, այսպիսի մի խոսք, որ Հայաստանի եւ հայերի գոյությունը դա հենց Աստծո գոյության ապացույցն է։ Գիտեք, երևի իսկապես որ Աստվածաշնչում իսկապես գրված է, չէ՞ որ դրախտը դա հայկական լեռնաշխարհում է, Եհոն Փիսոն այդ գետերի արանքում է գտնում եւ իդեպ դրախտի այգին էլ նրանից դեպի արևելք է, այսինքն հասնում է մինչեւ հայոց արևելից նահանգները։ Այսինքն դա պատահական չի ասված եւ դրա մեջ կա որոշակի ճշմարտություն եւ ինչպես ասում են Աստծո աչքը մեր ժողովրդի վրա է եւ համոզված են, որ մենք ուժ այդպես երրանց գտնելու ենք եւ ինչպես ասում են մեր մեջքը շտկելու ենք ու հաջողություն ենք արձանագրելու։ Պարոն Բալայան, երբ ասում ենք Արցախ, ինչ եք մտաբերում, որևէ դեպք, խորհրդանիշ, իրադարձություն, բնակավայր, անհատականություն, ինչ եք հիշում։ Գիտեք, բանին երբ ես Ստեփանագերտում էի, ճիշտ է ամեն շաբաթ մի անգամ գյուղ էի գնում, Մարտունու շրջանի Կիշի գյուղը բաներ, բայց շաբթվա մյուս օրերը ես գիշին չէի հիշում, այդպես կարծես թե բան է զբաղված եմ, բայց հիմա ես ամեն օր եմ հիշում, այսինքն մեր գյուղն եմ հիշում, երբ այդպես պարկում եմ քնելու, անդադ մեր այդ այգիներն եմ, այդպես այս մյուս բաղը, այն մյուս ինչ իմանամ աղբյուրը, այս մյուս, այսինքն երևի մարդ մանկությունը որտեղ անց է կացնում պատանեկությունը, այսինքն միշտ կապված է լինում այդ ամենի հետ բանը, քանի որ ես գլխից էլ այդպես պատմությունն եմ սիրում, այն արձանագրությունները բանը մեր այն հին գերեզմանոցների միշտ գնում էի, նայում էի, այսինքն հետաքրքիր էր այդպես ինձ համար, հետաքրքիր ինֆորմացիա կար այդ քարերի վրա գրած միջնադարից սկսած, այսինքն այդ բաները անդադ հիշում ես ու նաև կարծես թե շփվում ես այն բոլոր մարդկանց հետ, որոնց երբեմն մենակ բարևում էիր։ Այսինքն այդպես մտերմություն չկար, չէր շփվում հետ, բայց բոլորը մի տեսակ քեզ համար հարազատ են դառնում արդեն։ Այսինքն հարազատ են դառնում նույնիսկ այն մարդիկ, որոնք հիմա, ասենք, չկան արդեն այս երկարային կյանքում չկան, բոլորի հետ խոսում ես այդպես, կարծես թե երազների մեջ ես այդ ամենը տեսնում, բնականաբար իհարկե անհնարին է կտրվել այդ ամենից, կտրվել եւ հենց հայրենիքի հարատեվության ինչ որ միտեղ գաղտնիքը նաեւ դրա մեջ է այն առումով, որ այդ կապը ոչ միայն դու պայես, այլ նաեւ փոխանցես քո որդիների, քո բանը, ես երբ մենք այստեղ տեղափոխվեցինք, դեպ ասեմ, որ համար ինձ այդ բան չեմ վերցրել,
որտեղ հույսել չկա, որ այդ անցումային կետով նույնիսկ ես Արցախի հանրապետության պատմությունը էի շարադրել 600 էջ, էդ էլ մնաց այնտեղ բանի համակարգչի մեջ եւ բանը ձեռագիրս էլ այնտեղ հետը, բայց ինքն այդ աշխատանքը ամբողջությամբ մնաց Ստեփանակերտում։ Այո, մնաց բանը Ստեփանակերտում մնաց, այդպես չկարողացա բերել նաեւ իմ արխիվս, բայց բանն եմ բերել մեր ալբոմները, այսինքն այն նկարները, որոնք ինչ իմանամ մեր գյուղից է, իմ ընկերների հետ է Ստեփանակերտում է, տարբեր հատվածներում է, եւ այսօր այդպես մեկ-մեկ բացում եմ թորներից ցույց եմ տալիս, ասում եմ, այս մեկը էսա, այս մեկը էս ինչ աղբյուրն է, այս մեկը էն է, եւ ինչ որ միտեղ դա անհրաժեշտ է, որպեսզի այդ սերունդների կապը, նաեւ պատասխանատվությունը, այսինքն ես դրա համար եմ ասում, որ Արցախի համար պայքարը պետք չէ ժամանակի մեջ այդպես տեղավորել, ասել 3 ամսուց այդ հարցը լուծելու ենք։ Այդ հարցը պետք է դառնա օրակարգ բոլորի համար։ Այսինքն անկախ նրանից մեկ էլ եմ ասում, դու շիրակցի ես, սյունեցի ես, թե ապարանից ես, ամեն մի հայ մարդու օրակարգում պիտի լինի եւ դա պետք է փոխանցի այդպես, որտեւ վերջը մենք կորցրեցինք մի տարածք, որը ոչ միայն մեր օջախն էր, այլ նաև պետականաստեղծ օջախ է եղել։ Այսինքն սա ինչի է սա շեշտում, որովհետև ամեն մի աշխ չի կարողանում պետություն ունենալ, իսկ Արցախում այդ գաղափարն էր միշտ ծնվում։ Այսինքն այդ պետություն ունենալու եւ ոչ միայն Արցախում, այլ համահայկական տիրույթում այդ ամենը ունենալ։ Այդ գաղափարն էր միշտ թևածում Արցախում եւ կարծում եմ դրան պետք է այդպես, ինչպես ասում են, միսիոարիուն հաղորդել։ Շնորհակալություն, պարոն Բալայան։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն էր 2015-20 թվականներին Արցախի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահրամ Բալայանը։ Կհանդիպենք։